Դժվար է հավատալ, որ հենց այս կետում կանգնել է ուրարտական մեծագույն արքաներից մեկը Արգիշտի առաջինը և ընդունել նորակառույց հզոր Էրեբունի ամրոց այցելած բարձրաստիճան հյուրերին։ Այն ժամանակ, այսինքն գրեթե 3000 առաջ, այս պատերը զարդարված են եղել շքեղ որմնանկարներով, հետևում վեր են խոյացել բերդապարիսպներն ու բազմաթիվ շինությունները, իսկ բլրի շուրջը աղմկել է քաղաքը։ Զբոսնելով Արինբերդ բլրի վրա կարող ենք միայն պատկերացնել, թե ինչ միջավայր է եղել այստեղ, ինչ ձայներ են լսվել, ինչ գույներով ու հոտերով է լցված եղել հին քաղաքամրոցը։ Ամրոցի մուտքը գտնվել է բլրի հարավային ծառիվայր լանջին և պաշտպանված է եղել հզոր աշտարակներով։ Կենտրոնական հրապարակը ամրոցի տարածքը պայմանականորեն բաժանել է 3 մասի՝ պաշտամունքային, պալատական ու տնտեսական։ Այստեղ է գտնվել Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, իր աշտարակաձև շինությունով և սյունազարդ դահլիճով։ Ի դեպ այսօր էլ գտնվում են այս պաշտամունքի հետևորդներ դատելով այս տեսարանից։ Տաճարի տանիքը ժամանակին հենվում էր քարե պարիսպների վրա վերխոյացող 12 փայտե սյուների վրա։ Հրապարակից հյուսիս գտնվում էին պալատական շինությունները։ Հրապարակից արևելք տեղակայված է եղել տնտեսական հատվածը սննդի վերամշակման և պահպանման համար նախատեսված սրահներով։ Երկար դարեր շարունակ հողի տակ թաքնված այս բնակավայրը հայտնաբերվել է 19-րդ դարի վերջերին և սկսել լրջորեն ուսումնասիրվել միայն 1950-ականներից, երբ հայտնաբերվել է Էրեբունիի հիմնադրման մասին վկայող սեպագիր քարը։ Այսօր միջնաբերդ ամբողջությամբ պեղված է, իսկ 1968 թվականին այն մասնակիորեն վերականգնվել է Էրեբունի Երևանի հիմնադրման 2750-ամյակի հանդիսությունների նախօրեին։ Այդ ժամանակ է նաև բացվել թանգարանի գլխավոր մասնաշենքը։ Ամրոցի վերականգնումից հետո տարիներ շարունակ այն անուշադրության է մատնվել և որոշակի կորուստներ կրել։ Սակայն այս գործընթացը, ինչպես ասում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, այժմ կանգնեցված է և ավելին, արդեն 4 տարի է, ինչ պատրաստվում է Էրեբունի արգելոց թանգարանի վերականգնման ուղղված ծրագիր։ Սովորաբար հնագիտական վայրերում վերականգնման աշխատանքները բավական բարդ են և տարողունակ։ Հետևաբար, ուրեմն այստեղ մենք պիտի կարողանանք կարևորագույն հատվածները շեշտը դնել այն ուրեմն հանգույցների վրա, որոնք առավել հետաքրքիր են այցելուի համար, պիտի հնարավոր լինի բացահայտված հնագիտական շերտերը ևս ցույց տալ, որտեղ դրանք մոտավորապես 4 հնագիտական շերտեր են եւ դրանք անհրաժեշտ պիտի լինեն բոլորը ցուցադրել։ Մի քիչ ոնց որ թե ժամանակին որոշակի շտապողականություն կար եւ որոշ ուրեմն հատվածներում կան ներմուծված ցեմենտի օտարնյութեր, որոնք համաշխարհային վերականգնման պրակտիկայում ընդունելի չի։ Հետևաբար այս նոր մոտեցումները անհրաժեշտ են ուրեմն նոր տեխնոլոգիաների կիրառում, անհրաժեշտ է նոր նյութերի կիրառում, անհրաժեշտ է ուրեմն նաև իր օրիգինալ նյութը ճիշտ ուրեմն տեղում տեղադրելու եւ նաև որմնանկարների վերականգնման խնդիրը։ Ցավոք սրտի 90-ական թվականների սկզբին մութ ցուրտ տարիներին, որ մեծ կորուստ ապրեց Էրեբունին եւ այսպես կարծես թե իներցիայով որոշակի ձևով սա շարունակվեց մի քանի տարի եւս եւ նույնիսկ վանդալիզմի որոշակի էլեմենտների հայտ եկան պատերի վրա գրություններ եւ այլ ավելին քան նախկինում կար։ Հիմա կարծես թե ռեսուրսները ուրեմն հավաքելով մենք կարողացանք փաստորեն կարգուկանոն հաստատել այստեղ եւ գոյություն ունեցողը հիմա ուղղակի կարողանում ենք դեռ անխաթար պահել եւ մաքուր պահել։ Վերջին տարիներին լուրջ կորուստներ չենք ունեցել, կարծես թե նաեւ շրջապատի գիտեք բանն էլ շատ կարեւոր է, շրջապատի ուրեմն հարևանությունը, բնակիչները, որոնք ուրեմն նրանց վերաբերմունքն է նաեւ փոխվել եւ շատ կարեւոր է, որ իրանք կարծես թե դարձել են մեր արտահասթիկային պահապանները նաեւ, որտեղ սիրով են մոտենում, երբ որ տեսնում են որ շրջապատը մենք ինչ որ կարևորում ենք, ինչ որ ուշադրություն կա, իրանք նույնպես ուրեմն այդ բանը ունեն մոտեցումը եւ ասեմ որ նրանց դերը եւս այստեղ կարևոր է։ Մինչ այժմ ստույգ հայտնի չէ թե ինչպես է լքվել Էրեբունին, սակայն պարզ է, որ դա հավանաբար տեղի է ունեցել խաղաղ պայմաններում։ Այդ է պատճառը, որ վաղ պեղումների ժամանակ որմնանկարների լավ պահպանված հատվածներ են հայտնաբերվել։ Առաջին վերականգնման ժամանակ դրանց հիման վրա ստեղծված ամբողջական պատկերները զարդարել են պալատի, տաճարի ու սյունասրահի պատերը։ Այսօր ցավոք դրանք համարյա ոչնչացված են։ Սակայն թանգարանի տնօրենն ասում է, որ նույնիսկ եթե չլինեին վանդալիզմի այս ակտերը, որմնանկարները նորից պիտի վերականգնվեին, քանի որ ի սկզբանե օրիգինալից շատ հեռու նյութի վրա են արվել։
2008-ից այստեղ վերսկսել են պեղումները, որոնք անցկացնում են հայ-ամերիկացի և ֆրանսիացի հնեաբանները։ Այստեղ օրինակ շատ լավ նշմարվում է, թե որ պատերն են, որոնք վերականգնված են, եւ որ պատերն են, որոնք օրիգինալ են։ Իհարկե ամբողջը օրիգինալի հիմքի վրա է դրած, որովհետեւ պատերի գտել են պատերի ֆունդամենտները, հիմքերը եւ նրա վրա բարձրացրել են ոչ օրիգինալ հատվածները, բայց որտեղ որ տեսնում եք հողի շաղախ, դրանք բոլորը օրիգինալ պատերն են։ Այդ տեսեք լավ պահպանված է այս կտորը։ Այս կտորը ուրեմն բուն բնական քարակույտ է, որը հենց տեղում կտրել են այդ քարը եւ դրանով շարել են այս պատերը։ Դե ճարտարապետությունը ուրարտական հետեւյալ սկզբունք ուներ։ Սկզբից շարվում էր ցոկոլային հատվածը քարից, որի վրա գնում էր ուրեմն հում աղյուսի շարվածքը։ Մինչև 20-21 մետր բարձրության վրա պեղումները այս հատվածում են արել, այստեղից է սկսում եւ այստեղ եղել է մուտք։ Հետարքիր է, որ այս հատվածը քիչ պեղված հատված էր, երբ որ ֆրանսիացիների կողմից սկսվեցինք մենք համատեղ իրականացնել այս պեղումները եւ չէին իջել այն աշճան, որսի այդ շերտերին հասնեն։ Եվ հիմա երբ որ ավելի իջանք, ուրեմն բացահայտվեց շատ հետարքիր մի փողոց իր լուծումներով, հատակը ամբողջը խճակայերով պատված, այդտեղ ջրահեռացման իր համակարգով եւ նաեւ ստեղից մուտք ա եղել, որը մենք ուրեմն վերջացնելուց հետո պեղումները այդ վերականգնման ընթացքում բոլոր այդ բացահայտումները պիտի արդեն, այսինքն դրանք դա կոչվում է ճշգրտել գոյություն ունեցող վիճակը։ Այստեղ նույնպես օրինակ ստորգետնյա մուտք կա, տեսեք, սա տանում է մինչև տնտեսական մաս։ Կոմունիկացիոն խնդիրները եւս պիտի ոչ թե անդադ sense փոքր բաներ ցույցադրել, այլ դրանք պիտի ինչ որ որոշակի լուսավորություն ապահովել, որսի այցելուն ուշադրություն գրավի, շեշտվի եւ նրան նա ցույց տալ նրան այս օրիգինալ պատը եւ օրիգինալ պատի վրա այս հողի շերտը, եթե մի քիչ մաքրեք այս արտաքին մասը, անպայման ուրեմն իր տակ կբացվի հում աղյուսի շարվածքը իր գծերով, որը պիտի բացել, բացահայտել, ամրակայել եւ ցուցադրել։ Պեղումներից հայտնաբերված բոլոր հետաքրքիր մասերը, որոնք շատ փխրուն են եւ արագ փչանալու ունակություն ունեն, դրանք ամբողջապես հողով ծածկվում են, մինչև համապատասխան ուրեմն ֆինանսական հնարավորությունների պարագայում հնարավոր լինի այդ մեթոդներով, որոշակի մեթոդներով դա ամրակայել։ Դրա համար ուրեմն ամենահետաքրքիր մասերը կարծես թե ծածկված են հողով, իսկ ուրեմն այն հետքերը, որոնք ուրեմն ամենա անհրապույրն են եւ զայրացնողը, դրանք երևում են բնականաբար։ 2010 թվականից Էրեբունի թանգարանը անցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Վերջին 5 տարիների ընթացքում այստեղ ապահովել է լուսավորություն, ոստիկանական հսկողություն եւ տեղադրվել են ինֆորմացիոն վահանակներ ու թեքահարթակներ։ Էրեբունի հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման եւ այցելուների սպասարկման բարելավման հավաք ծրագիրը թանգարանի տնօրինությունը ներկայացրել է դեռևս 2011 թվականին։ Ըստ Գագիկ Գյուրջյանի, նախագծման աշխատանքները գրեթե ավարտված են եւ շուտով կսկսվի բուն վերակառուցումը։ Նախատեսվում է սահմանազատել հնավայրի ամբողջ տարածքը, վերականգնողական աշխատանքներ իրականացնել Միջնաբերդում, ինչպես նաեւ կազմակերպել նոր մուտքեր ավտոկայանատեղի, այցելուների տեղափոխում, սրճարան եւ նույնիսկ ձիակառքերի երթուղի։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել ուրարտական խոհանոց եւ կառուցել ամֆիթատրոն։ Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է իրականացնել մինչև 2018 թվականը, որպեսզի թանգարանը պատրաստ լինի Էրեբունի Երևանի 2800-ամյակին։ 2012-ի ապրիլին Էրեբունին աշխարհի ամենահին 9 ամրոցների Forbes-ի ցուցակի մեջ է ներառվել։ Սակայն առայժմ Էրեբունիի միջնաբերդի նշանակությունը եւ գեղեցկությունը ակնհայտ է թերևս միայն մասնագետների համար։ Մարիա Հովսեփյան, Դավիթ Ավետիսյան, Civilnet։